Մարինան կանգնած էր իր փոքր վարձով բնակարանի պատուհանի մոտ ու նայում էր անձրևին։ Կաթիլները սահում էին ապակու վրայով, միաձուլվում մշուշոտ հոսանքների մեջ, կարծես այն արցունքները, որոնք ինքն այլևս չէր կարողանում լաց լինել։ Սեղանի վրա պառկած էին մոր վիրահատության հաշիվները, եղբոր ուսման առաջին վճարումը, հոր պարտքերը։ Թվերը կազմում էին 14 միլիոն դրամ, հսկայական գումար։ Մարին, դու այնտեղ ես։ Սենյակից լսվեց մոր թույլ ձայնը։ Այո, մամ, հիմա գալիս եմ, պատասխանեց նա, արագ սրբելով դավաճան արցունքը։ Սիրանուրը պառկած էր բազմոցին, փաթաթված վերմակի մեջ։ Հիվանդությունն օրեցօր ծծում էր նրանից կյանքը։ Բժիշկներն ասում էին, որ վիրահատությունը կարող է փրկել նրան, բայց առանց փողի նույնիսկ խոսել չէր կարելի։ Իսկ փող չկար։ Պետական հիվանդանոցի բուժքրոջ աշխատավարձը հազիվ էր բավականացնում վարձի ու սննդի համար։ Ինչպես ես զգում քեզ։ Մարինան նստեց բազմոցի եզրին ու բռնեց մոր ձեռքը։ Մի անհանգստացիր ինձ համար։ Լավ է, ասա ինչպես է Դավիթը։ Շատ է վշտացել կրթաթոշակի պատճառով։ Մարինան կուլ տվեց կոկորթում խցկված կոկորթը։ Նրա 17-ամյա փոքր եղբայրը, ինքնակրթված ծրագրավորողը, ստացել էր կրթաթոշակ հեղինակավոր արտասահմանյան համալսարանում սովորելու համար։ Դա նրա ողջ կյանքի շանսն էր, բայց ձևակերպման համար պետք էին 2 միլիոն առաջին վճար, ապահովագրություն, փաստաթղթեր։ Դավիթը չլացեց, երբ նա ասաց, որ չեն կարողանա։ Պարզապես լուր գլխով արեց ու գնաց իր սենյակը, բայց Մարինան տեսավ, թե ինչպես մարեցին նրա աչքերը։ Կհասկանա, ստեց նա։ Հիմա գլխավորը քո առողջությունն է։ Հաջորդ օրը հիվանդանություն մոտեցավ գործընկերուհի Ստելլան։ Մարինչիկ, քեզ հետ մի քիչ տարօրինակ խոսակցություն ունեմ, սկսեց նա շուրջը նայելով։ Հիշում ես 212 սենյակի հիվանդին։ Այո, այն մեկը, որ միշտ դիմակով էր։ Մարինան հիշեց միջին տարիքի տղամարդուն, ով 2 ամիս առաջ պառկած էր նրանց մոտ ինչ-որ վիրահատությունից հետո։ Նա երբեք չէր հանում բժշկական դիմակը, որ ծածկում էր ամբողջ դեմքը։ Ասում էին վթարի էր ենթարկվել, դեմքը շատ էր վնասվել։ Նա շատ հարուստ է, շատ, եւ նա կին է փնտրում։ Մարինան ծիծաղեց։ Ստելա, ինչ ես ասում։ Լսիր ինձ։ Ստելան բռնեց նրա ձեռքը։ Գիտեմ քո խնդիրների մասին, ամբողջ բաժանմունքը նգիտի։ Քո մայրը, եղբայրը, պարտքերը։ Նա առաջարկում է ֆիկտիվ ամուսնություն։ Դու ապրում ես նրա հետ, ընկերություն ես անում, տան գործերում օգնում։ Նա վճարում է բոլոր քո պարտքերը ու ամբողջովին ապահովում ընտանիքդ առանց որևէ պայմանի։ Ըստ էության ես պետք է ինքս ինձ վաճառեմ։ Մարինան զգաց, թե ինչպես ամեն ինչ սեղմվեց ներսում։ Այդպես չէ։ Նա ոչ մի ինտիմ բան չի պահանջում։ Նա պարզապես միայնակ, հիվանդ մարդ է, ով չի ուզում մենակ մեռնել։ Նրան պետք է ընկերություն, հասկանում ես, պաշտոնական կին։ Իսկ քեզ պետք են փողեր ընտանիքիդ համար։ Մտածիր գոնե։ Մարինան մտածում էր 3 օր։ 3 անքուն գիշեր նա պառկած նայում էր առաստաղին, կշռելով բոլոր կողմերն ու դեմերը։ Մի կողմից իր հպարտությունը, սիրո ու ամուսնության մասին իր պատկերացումները, մյուս կողմից մարող մայրը, կոտրված եղբոր երազանքները, պարտքերը, որ խեղդում էին ընտանիքը։ 4-րդ օրը զանգահարեց Ստելային։ Համաձայն եմ, տեղեկացրու նրան։ Հանդիպումը տեղի ունեցավ քաղաքի ծայրամասում գտնվող հսկայական առանձնատանը։ Մարինային դիմավորեց տնտեսուհի Վարդունը, բարի դեմքով տարեց կին ու տարավ գրադարան։ Սենյակը զարմացրեց նրան, պատերից մինչև առաստաղ լցված գրքերով, փափուկ բազկաթոռներ, բուխարի։ Պատուհանի մոտ կանգնած էր մեջքով դեպի դուռը կանգնած տղամարդը։ Բարի երեկո, ասաց Մարինան, եւ ձայնը հնչեց ավելի խորը, քան կուզեր։ Նա շրջվեց, դեմքին բժշկական դիմակ, որ ծածկում էր ամեն ինչ բացի աչքերից։ Աչքերը մոխրագույն էին, հոգնած։ Մարինան ինչ-որ պատճառով չկարողացավ հայացքը կտրել դրանցից։ Նստեք, խնդրում եմ։ Ձայնը խուլ էր, կարծես ջրի տակից էր գալիս։ Վնասվածքից հետո կոկորթի հետևանք, բացատրեց Ստելլան։ Կարծում եմ ձեզ բացատրել են պայմանները։ Այո, բայց ես կուզենայի լսել դրանք ձեզանից անձամբ։ Նա դանդաղ քայլեց դեպի բազկաթոռն ու նստեց։ Շարժվում էր դժվարությամբ, հենվելով փայտե փայտին։ Ես առաջարկում եմ պաշտոնական ամուսնություն։ Դուք ապրում եք այստեղ, առանձին սենյակներում։ Նախաճաշը առանձին, ճաշն ու ընթրիքը միասին։ Խնդրում եմ երեկոյան ընկերություն անել, կարդալ, խոսել, ֆիլմեր դիտել, օգնել առօրյա գործերում, երբ պետք է։ Ոչ մի ինտիմ բան, ես ֆիզիկապես անընդունակ եմ վթարից հետո։ Դրա դիմաց ես փակում եմ ձեր բոլոր պարտքերը, մոր բուժումը, եղբոր ուսումը։ Անմիջապես, հենց համաձայն եք։ Իմ մահից հետո դուք ստանում եք կարողության քառորդը։ Բժիշկներն ինձ տալիս են 3-ից 5 տարի։ Մարինան լսում էր ու զգում, թե ինչպես է իրեն ձգում այս գործարքի մեջ։ Ամեն ինչ հնչում էր պարզ, չափից ավելի պարզ։ Ինչու ես, հարցրեց նա։
Ձեր մոտ այդքան փող կա։ Դուք կարող եք վարձել ու մուզեք։ Որովհետև դուք չեք գալիս ինձ մոտ փողի համար ինքներդ ձեզ համար։ Դուք զոհաբերում եք ձեզ ընտանիքի համար։ Սա խոսում է ձեր բնավորության մասին։ Ինձ հենց այդպիսի մարդ է պետք կողքիս։ Նրանք մի քանի րոպե լուր նստեցին։ Մարինան նայում էր նրան ու փորձում հասկանալ, ինչ է զգում։ Այդ աչքերը թվում էին տարօրինակ ծանոթ, բայց նա չէր կարողանում հիշել ինչու։ Ես պայմաններ ունեմ, ասաց նա վերջապես։ Ցանկանում եմ շարունակել աշխատել հիվանդանոցում, թեպուզ շաբաթը մի քանի հերթով։ Նա գլխով արեց։ Իհարկե, դա ձեր կյանքն է, ես չեմ պատրաստվում սահմանափակել ձեզ։ Այդ դեպքում համաձայն եմ։ Հաջորդ օրը մոր վիրահատության համար փողերը եկան։ Դավիթը ստացավ առաջին վճարի հաստատումը։ Հոր պարտքերը փակվեցին։ Մարինան նայում էր բանկային ծանուցումներին ու չէր կարողանում հավատալ, որ սա իրականություն է։ Հարսանիքը տեղի ունեցավ մեկ շաբաթ անց։ Հանգիստ գրանցում ԶԱԳՍ-ում առանց հյուրերի ու տոնակատարության։ Արմենակ Մինասյան, այդպես էր գրված ամուսնու անձնագրում, եկավ սև խիստ կոստյումով ու դիմակով։ Մարինան հագավ պարզ սպիտակ զգեստք։ Երբ գրանցողը հայտարարեց նրանց ամուսին ու կին, Արմենակը պարզապես սեղմեց նրա ձեռքը։ Նրա ափը տաք էր ու անսպասելի ծանոթ։ Երեկոյան Մարինան տեղափոխվեց առանձնատուն։ Վարդուշը ցույց տվեց երկրորդ հարկի սենյակները։ Ննջասենյակ, զգեստապահարան, լոգարան։ Ամեն ինչ ճաշակով էր, բայց առանց ավելորդության։ Արմենակը ապրում է ներքևում, բացատրեց տնտեսուհին։ Նրան դժվար է սանդուղքով բարձրանալ։ Ընթրիքը ժամը 20:00-ին, փոքր ճաշասենյակում։ Նա կսպասի ձեզ։ Մարինան մնաց մենակ։ Նստեց անկողնուն ու փակեց դեմքը ձեռքերով։ Ինչ էր արել։ Ամուսնացել էր անծանոթ մարդու հետ փողի համար։ Վաճառել էր իրեն, թեկուզ բարի նպատակով, բայց այնուամենայնիվ վաճառել։ Ժամը 20:00-ին նա իջավ ներքև։ Փոքր ճաշասենյակը հարմարավետ սենյակ էր, բուխարիով ու երկուսի համար նախատեսված սեղանով։ Արմենակը արդեն նստած էր։ Նրա հայտնվելուն պես ոտքի ելավ։ Նստեք, խնդրում եմ։ Ընթրիքն անցավ լռությամբ։ Մարինան գրեթե չդիպավ ուտելիքին, թեև ուտեստները նուրբ էին։ Արմենակը դանդաղ ու անհարմար էր ուտում, դիմակը խանգարում էր։ Պատմեք ձեր մասին, խնդրեց նա վերջապես։ Ինչով եք հետաքրքրվում աշխատանքից բացի։ Սիրում եմ կարդալ դասականներ, հիմնականում Դոստոևսկի, Ռաֆի, Տոլստոյ։ Իմ մոտ մեծ գրադարան կա, կարող եք վերցնել ցանկացած գիրք։ Ես էլ եմ սիրում կարդալ, բայց տեսողությունն այլևս այն չէ։ Հաճելի կլիներ, եթե երբեմն բարձրաձայն կարդաք ինձ համար։ Մարինան խովարեց։ Ընթրիքից հետո նա ուղեկցեց նրան մինչև սանդուղքը։ Բարի գիշեր, Մարինա, հուսով եմ այստեղ ձեզ կզգաք ինչպես տանը։ Նա բարձրացավ իր սենյակը, հանվեց ու պառկեց անկողնում։ Քնել չէր կարողանում։ Գլխում պտտվում էին մտքեր։ Ինչ է լինելու հետո։ Ինչպես ապրել այս մարդու հետ մեկ տանիքի տակ։ Կկարողանա արդյոք սովորել։ Անցավ մեկ շաբաթ։ Մարինան մտավ ռեժիմի մեջ։ Առավոտյան գնում էր հիվանդանոց, երեկոյան վերադառնում ընթրիքի։ Ընթրիքից հետո նրանք անցկացնում էին 1-2 ժամ գրադարանում։ Նա կարդում էր նրան Չեխով, Ռաֆի, Բունին, Տուրգենև։ Նա լսում էր, աչքերը փակած, երբեմն հարցեր էր տալիս։ Զրույցները զգույշ էին, մակերեսային։ Երկուսն էլ կարծես վախենում էին մոտենալ միմյանց։ Բայց Մարինային չէր լքում տարօրինակ զգացումը։ Այդ աչքերը, ձայնը, նույնիսկ շարժվելու ձևը, ամեն ինչ ծանոթ էր թվում։ Նա փորձում էր հիշել, բայց հիշողությունը ոչինչ կոնկրետ չէր հուշում։ Համատեղ կյանքի 10-րդ օրը Արմենակը խնդրեց նրան ընթրիքից հետո գալ իր կաբինետ։ Պետք է խոսեմ ձեզ հետ, ասաց նա լուրջ։ Մարինան նստեց բազկաթոռին, սեղանի դիմաց, սիրտը ավելի արագ բաբախեց։ Նրա տոնը զգուշացնող էր։ Ցանկանում եմ ձեզ հետ ազնիվ լինել, դանդաղ սկսեց նա, լիովին ազնիվ։ Ինչի մասին եք խոսում, շշնջաց Մարինան։ Նա ոտքի ելավ, մոտեցավ պատուհանին։ Մի քանի րոպե կանգնած մեջքով դեպի նա, հետո կտրուկ շրջվեց։ Ես ձեզ ցույց կտամ իմ դեմքը առանց դիմակի, բայց նախ պետք է մի բան բացատրեմ։ Մարինան սառեց, ձեռքերը ամուր բռնեցին բազկաթոռի բազուկները։ 7 տարի առաջ ես մեծ ֆինանսական խարդախության վկա եղա։ Խաբեբաները խաբեցին տասնյակ մարդկանց, գողացան միլիոններ։ Ես պատահաբար իմացա դրա մասին ու ցանկացա դիմել ոստիկանություն։ Բայց նրանք իմացան ու սպառնացին ոչ միայն ինձ, այլև իմ մերձավորներին, ծնողներիս, քրոջս ու մի աղջկա, ում սիրում էի կյանքիցս ավելի։ Ձայնը դողում էր։ Մարինան շունչը պահեց։ Ես ստիպված եղա անհետանալ։
վերցնել մահացած հորեղբոր անունը, ստեղծել նոր ինքնություն։ Չէի կարող կապվել անցյալից ոչ մեկի հետ, չափազանց վտանգավոր էր։ 3 տարի առաջ նրանք այնուամենայնիվ գտան ինձ, կազմակերպեցին վթար։ Ես ողջ մնացի, բայց դեմքս իսկապես վնասվեց։ Ոչ այնքան ուժգին, որքան ասում էի, բայց բավական դիմակ գրելը բացատրելու համար։ Ինչու եք ինձ սա պատմում, հազիվ արտասանեց Մարինան։ Որովհետև այդ աղջիկը, ում ես սիրում էի, բուժքույր է աշխատում։ Նա զոհաբերեց իրեն ընտանիքի համար, ամուսնացավ անծանոթ ծերահասակի հետ։ Նա հիմա նստած է իմ առջև ու չի ճանաչում ինձ։ Մարինան զգաց, թե ինչպես է հողը սահում ոտքերի տակ։ Ոչ, սա չի կարող լինել։ Արմենակը դանդաղ բարձրացրեց ձեռքերը դեմքին ու սկսեց հանել դիմակը։ Ընտանիքիս փրկելու համար ես ամուսնացա միլիարդատեր ծերուկի հետ, շշնջաց Մարինան, կարծես կողքից լսելով սեփական ձայնը։ Նրա առջև կանգնած էր Մենուան, նրա առաջին սերը, համալսարանական ընկերը, որի հետ հանդիպում էին 2 տարի, ով հանկարծ անհետացավ 7 տարի առաջ, առանց մի հաղորդագրության պատասխանելու, առանց բացատրելու պատճառները, ում նա համարում էր մահացած, ում սկքում էր ամբողջ 1 տարի։ Դեմքը քոխվել էր, ձախ այտին անցնող սպի, մազերում վաղ մոխրագույն սպիտակություն, բայց դա նա էր, նույն մոխրագույն աչքերը, նույն շուրթերի գիծը, նույն խալը հոնքի վերևում։ Մենուա, նրա ձայնը խզվեց։ Դու ես, դու կենդանի ես, ներիր ինձ։ Նա քայլեց դեպի նա, բայց նա հետ քաշվեց։ Ներիր, ես այլ կերպ չէի կարող։ Նրանք սպառնում էին սպանել քեզ, քո ընտանիքը, իմ ծնողներին։ Ես պետք է ամբողջությամբ անհետանայի։ 7 տարի, գոռաց Մարինան, թռչելով բազկաթորից։ 7 տարի դու կենդանի էիր, իսկ ես մտածում էի, որ մեռած էի։ Ես գնում էի գերեզմանոց, քո դատարկ գերեզմանին։ Քո ծնողները դրել էին այն։ Ես լաց էի լինում։ Ես չէի կարողանում ոչ մեկի հետ հանդիպել, որովհետև չէի կարողանում մոռանալ քեզ։ Արցունքները հոսեցին այտերով։ Նա բռնեց առաջինը, ինչը ընկավ ձեռքը, գիրքը, ու նետեց նրա վրա։ Մենուան չխուսափեց։ Գիրքը հարվածեց կրծքին ու ընկավ։ Դու կարող էիր գրել, կարող էիր ինչ-որ կերպ իմացնել։ Չէի կարող, նա գլուխը թափ տվեց։ Յուրաքանչյուր կապ քեզ վտանգի տակ էր դնում։ Նրանք հետևում էին բոլորին, ովքեր ինձ համար թանկ էին։ Ամենափոքր կապը, ու քեզ այլևս չէր լինի։ Ես չէի կարող դա թույլ տալ։ Իսկ այս ամբողջ ներկայացումը։ Մարինան ձեռքով ցույց տվեց կաբինետը։ Դու հատուկ ամեն ինչ կազմակերպել ես, իմացել ես իմ խնդիրների մասին ու որոշել ես խաղալ բարերարի դեր։ Ես հետևում էի քեզ այս բոլոր տարիներին, խոստովանեց Մենուան հանգիստ։ Հեռվից, ծանոթների միջոցով, ինտերնետով։ Գիտեի քո աշխատանքի, մամայի հիվանդության, Դավիթի մասին։ Երբ Արմենակ անունով բավական գումար վաստակեցի, ուզում էի պարզապես անանուն օգնել, բայց հասկացա, որ դու օգնություն չես ընդունի անծանոթից։ Հետո մտածեցի, գուցե սա շանս է, շանս վերադառնալ քո կյանք, բացատրվել, ներողություն խնդրել։ Դու օգտվեցիր իմ հուսահատությունից։ Մարինան զգում էր, թե ինչպես են զայրույթն ու ցավը պատառոտում իրեն ներսից։ Դու ստիպեցիր ինձ ամուսնանալ քեզ հետ, առանց ընտրության։ Ընտրություն ունեիր, առարկեց նա։ Կարող էիր մերժել, ես ճնշում չեմ գործադրել։ Գումարը ես այնուամենայնիվ կտայի, նույնիսկ եթե ասեիր ոչ։ Ես պարզապես ուզում էի կողքիդ լինել, խնամել քեզ, փոխհատուցել այդ 7 տարիները, երբ չէի կարող լինել քեզ հետ։ Մարինան իջավ հետ բազկաթոռը։ Գլուխը պտտվում էր։ Չափից շատ տեղեկություն, չափից շատ հույզեր։ Ցույց տուր ապացույցներ, պահանջեց նա։ Ապացուցիր, որ չես ստում, որ ամեն ինչ իմ անվտանգության համար էր, ոչ թե պարզապես վախկոտություն։ Մենուան մոտեցավ պահարանին, բացեց ու հանեց հաստ թղթապանակ։ Դրեց սեղանին նրա առջև։ Այստեղ ամեն ինչ կա. սպառնալիքների պատճեններ, ոստիկանական արձանագրություններ, վկաների ցուցմունքներ։ Ես տարիներ շարունակ հավաքում էի ապացույցներ նրանց դեմ։ Շուտով բավական կլինի, ամեն ինչ փոխանցելու իրավապահներին։ Հետո նա հանեց մեկ այլ, ավելի բարակ թղթապանակ։ Մարինան բացեց ու սառեց։ Ներսում նրա լուսանկարներն էին, հարյուրավոր լուսանկարներ։ Նա փողոցում, հիվանդանոցում, սրճարանում ընկերուհիների հետ, մամայի հետ, Դավիթի հետ, բոլորը հեռվից, թաքնված տեսախցիկով նկարված։ Դու հետևել ես ինձ, շշնջաց նա։ Ամեն օր, խոստովանեց Մենուան։ Սա ամեն ինչ էր, ինչ ունեի։ Քո լուսանկարները հնարավորությունն իմանալու, որ դու կենդանի ես, առողջ ես, շփտում ես։ Ես չէի կարող կողքիդ լինել, բայց չէի կարող նաև բաց թողնել քեզ։ Մարինան դիտում էր լուսանկարները։ Ահա նա ծիծաղում է Դավիթի հետ, ահա գրկում է մամային, ահա կանգնած է պատուհանի մոտ տխուր դեմքով։ Եվ հանկարծ հասկացավ. շատ լուսանկարներում իսկապես դժբախտ էր թվում,
հատկապես վերջին 2 տարիներին։ Ես չկարողացա մոռանալ քեզ, խոստովանեց նա հանգիստ։ Ոչ ոք չէր կարող փոխարինել քեզ։ Փորձեցի հանդիպել ուրիշների հետ, բայց ամեն ինչ այլ էր։ Միշտ համեմատում էի քեզ հետ։ Ներիր ինձ։ Մենուան իջավ ծնկի նրա բազկաթողի առջև։ Ես կործանեցի քո կյանքը։ Գողացա քեզնից 7 տարի, ստիպեցի տարապել։ Ես չեմ խնդրում սեր, նույնիսկ ներողություն չեմ խնդրում։ Պարզապես թույլ տուր կողքիդ լինել, թույլ տուր խնամել քեզ։ Խոստանում եմ այլևս երբեք չեմ ստի։ Մարինան նայում էր նրան ու զգում էր, թե ինչպես է զայրույթը դանդաղ հեռանում։ Փոխարինը գալիս էր ինչ-որ այլ բան։ Նա ծերացել էր։ Սպիտակություն մազերում, կնճիռներ աչքերի շուրջ, սպի այտին։ 7 տարի փախուստի մեջ, վախի մեջ, մենակության մեջ։ Նա վաստակել էր կարողություն, բայց դժբախտ էր։ Նույնքան դժբախտ, որքան ինքը։ Վեր կաց, խնդրեց նա։ Մենուան ոտքի ելավ։ Մարինան էլ ոտքի ելավ։ Նրանք կանգնած էին միմյանց դիմաց։ Ես չգիտեմ, թե ինչ եմ զգում, ազնվորեն ասաց նա։ Զայրացած եմ քեզ վրա։ Վիրավորված եմ, բայց նաև հասկանում եմ, թե ինչու ես դա արել։ Եվ տեսնում եմ, որ դու իսկապես տառապել ես ամեն օր։ Ամեն րոպե, հաստատեց նա։ Ինձ ժամանակ է պետք։ Մարինան սրբեց արցունքները։ Ժամանակ, ամեն ինչ մտորելու համար։ Ժամանակ հասկանալու, թե կարողանալու եմ արդյոք ներել քեզ։ Որքան պետք է։ Գլխով արեց Մենուան։ Ես ոչ միտեղ չեմ շտապում։ Կյանքիս մնացած մասը պատրաստ եմ սպասել։ Մարինան գնաց դեպի դուռը, բայց շեմին շրջվեց։ Մի բան հաստատ կասեմ։ Այնինչ դու արեցիր իմ ընտանիքի համար, մայրս կապրի։ Դավիթը կստանա կրթություն։ Սա շատ արժեքավոր է։ Շնորհակալ եմ քեզ դրա համար։ Ազնվորեն։ Նա դուրս եկավ ու բարձրացավ իր սենյակը, պառկեց անկողնուն ու փակեց աչքերը։ Մենուան կենթանի է։ Իր Մենուան, ում սիրում էր աշխարհում ամենից շատ, կենթանի է։ Նա կողքին է։ Նա իր ամուսինն է։ Հետագա օրերը տարօրինակ էին։ Նրանք շարունակում էին ապրել նախկին ռեժիմով, նախաճաշերն առանձին, ճաշերն ու ընթրիքները միասին։ Բայց հիմա Մենուան տանը դիմակ չէր գրում, միայն երբ դուրս էր գալիս փողոց։ Սեղանի շուրջ նրանք խոսում էին անցյալի մասին, համալսարանական այդ 2 տարիների, 7 տարվա բաժանման մասին։ Մենուան պատմում էր իր թափառումների մասին, ինչպես ապրել է տարբեր քաղաքներում օտարանումներով, ինչպես սկզբում աշխատել է շինհրապարակներում, հետո փոքր բիզնեսում, ինչպես աստիճանաբար ստեղծել է ընկերություն Արմենակի անունով, ինչպես ամեն կոպեկը կուտակել է երազելով մի օր վերադառնալ։ Մարինան պատմում էր իր կյանքի մասին նրա անհետանալուց հետո, ինչպես է փնտրել նրան, զանգահարել հիվանդանոցներ, դիահերձարաններ, ինչպես Մենուսի ծնողները կազմակերպել են հոգեհանգիստ, որոշելով, որ նա մահացել է, ինչպես 1 տարի սև է հագել, չի կարողացել ոչ ուտել, ոչ քնել, ինչպես հետո ստիպել է իրեն շարունակել ապրել, բայց երջանկություն այդպես էլ չի գտել։ Գիտես, թե ինչն է ամենասարսափելին, ասաց նա մի երեկո գրադարանում։ Զայրացած էի քեզ վրա, մտածում էի, ինչպես կարողացար պարզապես լքել ինձ, միթե այդքան քիչ էի նշանակում քեզ համար, եւ այդ զգացումն ավելի վատ էր, քան քո մահվան վիշտը։ Հիմա գիտես ճշմարտությունը։ Մենուան բռնեց նրա ձեռքը։ Մարինան հետ չքաշվեց։ Դու ինձ համար ամեն ինչ էիր, դեռ ամեն ինչ ես։ Նա նայեց իրենց միացած ձեռքերին, նրա ափը տաք էր ծանոթ։ Քանի անգամ էին նրանք այդպես նստել ուսանողական տարիներին, ձեռք ձեռքի, երազելով ապագայի մասին։ Չգիտեմ կկարողանամ արդյոք նորից սիրել քեզ, խոստովանեց Մարինան։ Մեր միջև չափից շատ ցավ կա։ Ես սեր չեմ խնդրում, գրկնեց Մենուան։ Պարզապես կողքիս եղիր, դա բավական է։ Բայց Մարինայի սիրտն այլ բան էր ասում։ Օրեցօր նա զգում էր, թե ինչպես են հին զգացմունքները արթնանում, ինչպես է կրկին նկատում մանրուքները, ինչպես է նա ժպտում շուրթերի անկյունով, ինչպես է կնջրոտում ճակատը մտածելիս, ինչպես են նրա աչքերը լուսավորվում, երբ նայում է իրեն։ Անցավ 1 ամիս։ Մոր վիրահատությունը հաջողությամբ անցավ։ Նա սկսեց ապաքինվել։ Դավիթը մեկնեց ուսման եւ ուղարկում էր ոգևորված նամակներ։ Մարինան ամեն հանգստյան օր գնում էր մոր մոտ։ Մի այդպիսի այցի ժամանակ Սիրանուշը հարցրեց. «Աղջիկս, ինչ է քո ամուսնու հետ։ Գրեթե ոչինչ չես պատմում նրա մասին»։ Մարինան շփոթվեց։ Մայրը չգիտեր ճշմարտությունը։ Մտածում էր, որ դուստրը սիրով է ամուսնացել հարուստ մարդու հետ։ «Մամ, հիշում ես Մենուային»։ Մոր դեմքը փոխվեց։ «Իհարկե հիշում եմ։ Դու այդքան երկար սքացիր նրան, ինչ է պատահել»։ «Իմ ամուսինը Մենուան է, նա չի մահացել, այս բոլոր տարիներին թաքնվում էր»։ Եվ Մարինան պատմեց ամեն ինչ։ Մայրը լուր լսում էր եւ արցունքները հոսում էին այտերով։ «Որքան եք երկուսդ էլ տարապել», շշնջաց նա վերջում։ «Իսկ հիմա ինչ, ներել ես նրան»։ «Չգիտեմ», խոստովանեց Մարինան։ «Դեռ զայրացած եմ, բայց նաև տեսնում եմ, որ սիրում եմ նրան։
Միշտ սիրել եմ, պարզապես չգիտեմ բավարար է դա։ Սերը միշտ բավարար է, մայրը բռնեց նրա ձեռքը։ Եթե երկուսդ էլ սիրում եք միմյանց, մնացած ամեն ինչ կարելի է հաղթահարել, հավատա ինձ։ Վերադառնալով առանձնատուն, Մարինան գտավ Մենուային գրադարանում։ Նա նստած էր պատուհանի մոտ ու նայում էր խավարին։ Մենուա, կանչեց նա շրջվեց։ Դեմքից երևում էր, որ չէր քնել։ Մենք պետք է խոսենք։ Մարինան նստեց դիմացը։ Ես որոշում եմ կայացրել։ Մենուան լարվեց։ Լուսում եմ։ Ես ներում եմ քեզ, ասաց նա։ Այդ 7 տարիների համար, կեղծիքի, ցավի համար։ Ներում եմ, որովհետև հասկանում եմ, որ ընտրություն չունեիր։ Ներում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչպես ես տարապել, եւ ներում եմ, որովհետև դեռ սիրում եմ քեզ։ Մենուան սառեց, աչքերում արցունքներ փայլեցին։ Մարինա, բայց նա բարձրացրեց ձեռքը։ Իմ պայմաններն ունեմ։ Այլևս ոչ մի սուտ, ոչ մի գաղտնիք։ Ամեն ինչում լիակատար ազնվություն։ Եվ դու պետք է լուծես այդ խաբեբաների հետ կապված հարցը։ Դիմես ոստիկանություն, փակես այդ էջը։ Չեմ ուզում ապրել մշտական վախի մեջ։ Խոստանում եմ։ Մենուան իջավ ցնկի նրա առջև։ Վաղը ինքս կգնամ ոստիկանություն։ Բավական ապացույցներ ունեմ։ Նրանք երկար կնստեն։ Եվ ես կվերադարձնեմ իմ անունը։ Կդառնամ կրկին Մենուա, պաշտոնապես։ Եվ էլ մեկ տան, Մարինան թեքվեց դեպի նա։ Ես ուզում եմ իսկական ամուսնություն, ոչ ֆիկտիվ։ Իսկական, սիրով, ապագայով, երեխաներով մի օր։ Դու լուրջ ես խոսում, շշնչաց Մենուան։ Փոխարենը նա համբուրեց նրան։ Առաջին համբույրը 7 տարվա ընթացքում։ Այն աղի էր արդյունքներից, նուրբ, լի հույսով։ Մենուան գրկեց նրան այնպես ամուր, կարծես վախենում էր, որ կանհետանա։ Ես սիրում եմ քեզ, շշնչաց նա նրա մազերի մեջ։ Միշտ սիրել եմ, այդ 7 տարիների ամեն օր։ Ես էլ, խոստովանեց Մարինան։ Նույնիսկ երբ մտածում էի, որ մեռած ես, նույնիսկ երբ զայրացած էի, միշտ սիրել եմ միայն քեզ։ Նրանք նստած էին գրկախառն։ Եվ երկար ժամանակ առաջին անգամ երկուսն էլ իսկապես երջանիկ էին զգում։ Հաջորդ օրը Մենուան իսկապես գնաց ոստիկանություն։ Հանձնեց բոլոր հավաքած ապացույցները։ Սկսվեց հետաքննություն։ 2 ամիս անց խաբեբաների խմբի ղեկավարները ձերբակալվեցին։ Մեղադրանքները լուրջ էին։ Տասնյակ դուժողներ, միլիոնավոր գողացված գումարներ։ Մենուային հանեցին հետախուզումից։ Պաշտոնապես նա համարվում էր անհետացած առանց լուրի։ Նրան վերադարձին իր իսկական անունը։ Արմենակը իրավաբարորեն դադարեց գոյություն ունենալ։ Մարինան ու Մենուան որոշեցին նորից ամուսնանալ։ Իսկական հարսանիք սպիտակ զգեստով, հյուրերով, ծաղիկներով։ Հրավիրեցին բոլոր մերձավորներին՝ Մարինայի մորը, Դավիթին, ով հատուկ եկավ արտերկրից, տատիկին, Մենուայի ծնողներին։ Նրանք լաց էին լինում երջանկությունից, տեսնելով որդուն կենդանի, ընկերներին։ Հարսանիքի օրը, երբ Մարինան կանգնած էր հայելու առջև սպիտակ զգեստով, նրա մոտ եկավ մայրը։ Դու հրաշալի ես, աղջիկս։ Շնորհակալ եմ, մամ։ Մարինան գրկեց նրան։ Ամեն ինչի համար, որ ինձ մեծացրիր ուժեղ, որ աջակցեցիր այն ժամանակ, երբ որոշեցի այդ ամուսնությունը։ Գիտես, ես միշտ գիտեի, որ դուք Մենուայի հետ հատուկ կապ ունեք, խոստովանեց նա։ Երբ համալսարանում հանդիպում էիք, տեսնում էի, թե ինչպես եք նայում միմյանց։ Նման սերը չի մեռնում։ Նույնիսկ 7 տարվա բաժանումից հետո։ Արարողությունը հրաշալի էր։ Երբ քահանան հարցրեց, թե արդյոք Մենուան վերցնում է Մարինային կնոջը, նա պատասխանեց. վճռականորեն վերցնում եմ, երկրորդ անգամ եւ հավերժ։ Իսկ երբ հարցրին Մարինային, նա ժպտաց արցունքների միջով. վերցնում եմ։ Եվ այս անգամ սիրով նրանք համբուրվեցին հյուրերի ծափահարությունների ներքո։ Դա ոչ ֆորմալ համբույր էր, ինչպես առաջին հարսանիքին։ Դա 2 մարդկանց համբույր էր, որոնք անցել էին բաժանման դժոխքով եւ կրկին գտել էին միմյանց։ Բանկետի ժամանակ Դավիթը մոտեցավ Մենուային։ Շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, մամայի, ուսման, քրոջս համար։ Գիտեմ, թե ինչ ես արել մեր ընտանիքի համար։ Սա քո քույրն է, որ փրկեց ինձ, պատասխանեց Մենուան։ Նա ինձ վերադարձրեց կյանքը, երբ ես արդեն գրեթե հանձնվել էի։ Անցավ 1 տարի։ Մարինան շարունակում էր աշխատել հիվանդանոցում, բայց հիմա նաև օգնում էր Մենուային իր բիզնեսում։ Նրանք բացեցին բարեգործական հիմնադրամ, ճգնաժամային իրավիճակում հայտնված ընտանիքներին օգնելու համար։ Օգնում էին նրանց, ովքեր հայտնվել էին անելանելի վիճակում, ինչպես ժամանակին ինքը Մարինան։ Մայրը ամբողջությամբ ապաքինվեց։ Դավիթը գերազանց էր սովորում եւ արդեն մի քանի առաջարկներ էր ստացել խոշոր ընկերություններից։ Իսկ Մարինան ու Մենուան։ Նրանք պարզապես երջանիկ էին միասին լինելով։ Ամեն առավոտ Մենուան շնորհակալություն էր հայտնում ճակատագրին 2-րդ շանսի համար։ Ամեն երեկո Մարինան քնում էր նրա գրկում, իմանալով, որ իր մղձավանջն ավարտվել է։
Մի երեկո, երբ նրանք նստած էին այն նույն գրադարանում, որտեղ նա առաջին անգամ հանել էր դիմակը, Մարինան ասաց. «Գիտես ինչի մասին եմ մտածում։ Եթե չլինեին այդ 7 տարիների բաժանումը, մենք այդքան չէինք գնահատի միմյանց։ Եթե չլիներ քո հուսահատությունը, դու չէիր որոշի վերադառնալ։ Եթե չլիներ այդ սարսափելի գործարքը, մենք հիմա այստեղ չէինք լինի»։ Դու ասում ես, որ ամեն ինչ դեպի լավն է, ժպտաց Մենուան։ Ոչ, այդ 7 տարիները մեզ համար դժոխք էին, բայց դրանք մեզ սովորեցրին գնահատել այն, ինչ ունենք, սովորեցրին պայքարել մեր սիրո համար։ Եվ հիմա ես հստակ գիտեմ, ինչ էլ պատահի, մենք միասին կանցնենք դրա միջով։ Մենուան համբուրեց նրան, միշտ միասին։ Իսկ գրադարանի պատուհանից երևում էին աստղերը, նույն աստղերը, որոնց վրա նրանք նայում էին 7 տարի առաջ, երազելով ապագայի մասին։ Այն ժամանակ ճակատագիրը բաժանեց նրանց, բայց հիմա նաև նա էր, որ կրկին միավորեց նրանց, այս անգամ հավերժ։